հետ հանդիպեցիք։ Բոլորը պիտի ասեք։ Դու արես։ Աթր ջան, արի։ Հանդիպումը տեղի ունեցավ գլխավոր դատախազի տեղակալ Վահրամ Բաղրամանյանի հետ։ Մանրամասն ներկայացվեցին բոլոր գործի վերաբերյալ ապօրինությունները, սկսած քննիչի ապօրինություններից վերջացրած դատարանի անհիմն ներկայացրած ինքնիկանով շատ մանրամասն դետալների մեջ չարադառնալով մեծ մասով վաճառաբանվեց, որ տեղյակ չի այս մանրամասնություններից։ Հիմնական հարցը քննարկեցին հենց հիմա անհապաղ ազատ արձակելու այդ իրավասությունը, այսպես ասած իրավական վեճի մասով, որ դատախազությունը ունի ուղղակի լիազորություն հենց այս պահին փոխելու ընտրված խափանման միջոցը, ասում են, որ այդպես լիազորություն չունի, մինչև չլինի դատաբժշկի փորձանցություն չի կարող այս խափանման միջոցը փոփոխվել։ Ես էլ ասում եմ, որ մեր պրակտիկան նայեք, դատաբժշկի երկարանիշին, ասում եմ, առաջին պահից սկսած այդ փաստաթղթերը եղել են քննիչի տրամադրության տակ, սենց դաժե մեծ մասնագետ պետք չի լինելու, որ հասկանալ շատ բարձր ռիսկը, ինչա նշանակում հիվանդության շատ բարձր ռիսկ ձևակերպումը, ինչա նշանակում։ Էլի ասել եմ, ինքը ասել է, որ նման պրակտիկա չունեն, ասում եմ, դե պրակտիկայի խնդիրը կարելի է պրակտիկան փոխել, եթե օրենքը ձեզ տալիս է այդ հնարավորությունը, ես էլ հիմա մեկնաբանում եմ, անհնար է ձևակերպել այնպես, թե եկեք գիտեք ինչ կա, հա, ոնց որ այս փաստաթղթերը վկայում են նրա մասին, որ անձը այս հիվանդությունը ունի, բայց քանի որ մենք մասնագետ չենք, եկեք նավսյակի տանենք, այդ մարդուն կալանավորենք, այնտեղ ինչ կլինի, հենց այդ թուղթը կունենանք, որը կհավաստի, որ այս հիվանդությունը հենց այդ կառավարության հիվանդությունն է, այդ հիմքով կփոխենք։ Հիմա չունենք, առավելագույնը, որ կարող ենք, այսինքն հասկանալով այս ձեր մեկնաբանման բանը, իրադրության լրջությունը նաև այս բանը, այնա որպեսի բան անենք, հորդորենք դատաբժիշկներին ու այդ իրավասու մարմիններին, որ արագ է դիեզդակացություն։ Հրահանգ եք, ոչ թե հորդորենք։ Հա, հրահանգ են ու բան անեն, որ արագ, բայց այդ արագը ես չեմ ուզում պրակտիկայի շատ օրինակներ, գիտեմ, որ այդ արագը շատ արագ չի, այդ արագը չի ժամկետներ ասեցին, ձեզ կոնկրետ ժամկետներ, 1 շաբաթում, 5 օրում, 6 օրում։ Ժամկետ չի ասվել, ու ասել են, եթե կարա լինի պայմանականին վաղն կարող է լինի, բայց մենք ունենք տվյալներ, հիմա ուրիշ գործերից օրինակներ չբերեմ, որ այդ անհապաղ բաները ընդհանուր մինչև 1 ամիս, 2 ամիս հետո դեռևս իրականացված չեն լինում։ Ներողություն, հիմա ձեզ կոնկրետ ժամկետ չասվեց, դուք ներկայացրեցիք փաստեր, անհամատեղելիա կյանքի հանգստանում ժամկետ չասվեց ձեզ։ Ժամկետ չի ասվել, ասվել է, որ քանի դեռ չունեն իրենք փորձագետի եզրակացություն, որ անհամատեղելի է, հիմք չունեն։ Ասում եմ, խորհուրդ է տալիս, կարեք վերաքննիչով փոխեք, մյուսով վերաքննիչներ։ Ես ասում եմ, ես վերաքննիչի ժամկետների մասով չեմ կարող վստահություն ունենալ։ Ես հիմա ունեմ ձեր մոտ տված փաստաթուղթ ու բան։ Դուք օբյեկտիվ քննություն իրականացնող, վարույթ իրականացնող մարմին հսկող դատախազն եք։ Այդ քննիչը ինչքանով է օբյեկտիվ իրականացրել այդ քննությունը, երբ որ այն պահից, երբ որ հայտնվել է իր ձեռքի տակ այս բժշկական փաստաթղթերը, այդուհանդերձ միջնորդել է, որպեսզի կալանքը կիրառվի։ Հիմա սա օրինական է, թե օրինական չի։ Այս հարցի պատասխանը տվեք։ Տիկին Սողոյան, ձեզ այսօր ընդունել եք գլխավոր դատախազի տեղակալը, ասացիք։ Այո, նախորդ անգամ էլ կարծեք հանդիպում եղել նույն մարդու հետ է հանդիպում։ Ես քանի որ այդ ժամանակ զբաղված էի հենց այս միջնորդությունները կազմելով, ես չեմ հանդիպել Տիկին Մարիամ։ Բայց այն ժամանակ կարծեք ինչ-որ ըստ մամուլի խոստումներ են եղել, որ ընթացքը տրվի եւ այլն, եւ հիմա հաստատի այս վիճակն է, ասել է տեղեկություններ չունեն, մանրամասներ չեն տիրապետել։ Մանրամասներին փաստական տվյալներով, այսինքն ոնց է դեպքը եղել, որ այդ դեպքը պրովոկացվել է ռազմական ոստիկանության աշխատողների կողմից, որ ընդհանրապես այդ քաշքշուկը որ սկսվել է Արքան Ղուկասյանը չի եղել, որ ինչի է տարբերակված մոտեցում, այնտեղ շատ մարդիկ են եղել, որ նույնիսկ չի բավարարել, որ տեղեկանա մանրամասների մասին։ Փաստացի չէ, փաստացի ասում հսկող անմիջական հսկողը չի, երևի վերահսկող դատախազի վերադասն է,
այս գործողությունները չեն կատարվել, այստեղ մարդիկ կան, որ այդ միջադեպին ներկա են եղել, այս մարդիկ առեսօր չեն կանչվել հարցակնության, այն կասկածները, այն հաղորդման մասին, որ հանցագործության մասին հաղորդում է տրվել, որ հարվածներ են հասցվել, նաև այդ հաշվշուկը պրովոկացվել է ռազմական ոստիկանության ծառայողների մասին, այս մասով քննության մասին ես տվյալ չունեմ, այսինքն այս ամեն ինչը չի իրականացվել, եւ հիմա ասում եմ, փողած կողմ այդ ամբողջ մանրամասները, որին կարող է չտիրապետել, թե ինչու օրինակ տարբերակված մոտություն, ինչի այս եթե կա 3 մեղադրյալ ըստ վարույթ իրականացնող մարմնի 2 թե 3 չէ բանալու, արդեն 3 հիշեցին։ Ինչի հենց պետք է կալանքը խափանման միջոց իրապեր հենց Անսեն Ղուկասյանի նկատմամբ եւ այն պայմաններում, երբ որ ունի ինքը այս առողջական վիճակը։ Սովան այս հանդիպումից դուք ինչ հետևություններ կարեցիք եւ ձեր հետագա քայլերը։ Հետևություններս, որ մարդկային առումով հասկանում են բանը, բայց պաշտպանվում են քրեադատավարական նորմերի հետևում եւ ունեցած պրակտիկայի հետևում, այլ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության սկզբում։ Հիմա ձեր անելիքը այս պահին անելիքս, այսինքն նաև օգտագործել մնացած բոլոր գծակները, այդ վերականգնիչ բողոքը պետք է կազմված հասկանան, որ այդ ամիջը ժամանակատանում բյուրոկրատիայի հետևում մեծ դաստիճում են աշխատել, միևնույն ժամանակ խոսում են այդ ժամկետի ինֆորմացիա մի բան, ինչ պիտի անի, օրինակ հանդիպում եղել էր, առանձնազրույց եղել է, ասել խորհրդապահական բանի շրջանակի ամեն դեպքում ասելիք չունի այս փուլում հաշվի առնելով, որ իսկապես կյանքը վտանգված է փաստաթղթերի դեպքում։ Դե ասում են, որ ուղարկել են, այդքանով մի լիազորությունները սահմանափակվում են, այսինքն ահազանգը ըստ պատկերացնում են, որ բոլոր առողջական խնդիրների մատնանշումն ուղարկվում է, բայց միտը ոչ լիազորություն ունի անձի կանանչից ազատելու, ոչ էլ դատարան ներկայացնելու, ոչ էլ ասել են, որ գրությունների պատկերն են ուղարկվում։ Տիկին Սողան, փաստացի ցանկանան եւս մեկ անգամ կտրել, դուք ում հետ հանդիպեցիք գլխավոր դատախազությունը։ Ասկանունը Վահրամ Շիբարուժան։ Ազգանունն ասեք։ Չեմ կարող Եվ ըստ հանդիպումը Վահրամանյան Վահրամանյան դարուժան անապատվում է։ Ըստ էության ձեր պահանջների ընթացք չտրվեց, ասեցին օգտագործել ձեր մասնագիտական գործողությունները։ Այո, եւ ասեցին, որ իրենց իրավասարշահմաններում կփորձեն, որ կա հնարավորինս այդ դատաբժշկի եզրականություն, որ ասի, որ այդ հիվանդությունը, այս հիվանդությունն է, հնարավորինս շուտ, բայց իրենց կողմից նախաձեռնելով քրեական դատավարության 117-րդ հոդվածի 2-րդ մասի լիազորությունը հասկանալով, որ իրավաչափության պայման է փոխված, չեն գործարկելու, որպեսզի փոխվի խափանան։ Տիկին Սողոյան, այստեղ հավաքված մարդիկ նաև քննչել են, որ փոխանցել իրենք էլ հանդիպեն։ Ինչ պատասխանեցիք։ Այս մասով բան չեն արել, ասել են, որ փաստաբանի հետ են, որ ասել շատ ծավալուն քննարկում Եվ ասեմ սլակներ ուղղվածը դեպի Արսեն Ղուկասյանը բնականաբար արդեն բոլորիդ է պարզ է, խոհարությունն է հասկանա, որ այս պետության մեջ կա մի հատ տականքություն, որ ասենք մարդկանց ուզում են լրացնել, խոսքի ազատությունը արգելք լինի, եթե ամեն մի մարդ իր ցավը բարձրաձայնում է, այսինքն ոչ քաղաքական ուղղորդումը ոչ է, պարզ ասում են։ Զու ծնողներին, ասենք, ծնողների մեջ խոսացող Արսեն Ղուկասյանն է,